Բարի լույս սիրելիներս, սկսում ենք նոր վլոգ ու վլոգը սկսում ենք այնտեղից, որտեղից ավարտվել էր նախորդ վլոգը, այսինքն երկուշաբթի օրվանից ես հասել եմ Կանգար, սպասում եմ ավտոբուսին ու հիշում եք, որ անցած շաբաթ գնացել էինք Արյուն հանձնելու, ուզում եմ ասել, որ ամեն ինչ կարգին էր, Ալենիս մոտ ամեն ինչ իդեալական էր, ոչ մի խնդիր, ոչ մի բան չկար։ Մի փոքր միայն կարելի է պրոֆիլակտիկ կերպով ֆոլատ 2 ընդունի, որովհետև ինքը այն իր հենց չափաբաժնի մեջ էր, բայց ոչ մի քիչ ավելի բարձր։ Դրա համար պրոֆիլակտիկ կերպով ֆոլատ 2 կխմի 2 ամիս։ Մնացածը ամեն ինչ շատ լավ էր, իսկ ինձ մոտ, ինչպես միշտ, ես դա արդեն գիտեմ իմ խնդիրը ինչն է, ես միշտ ունեմ երկաթի խնդիր, այսինքն միշտ չէ, գոնե տարի ու կեսը մեկ անգամ, այսինքն 2 տարին մեկ անգամը, քիչ 3 տարին մեկ անգամ, այսինքն ես պետքա 3 տարին 2 անգամ, այսպես տարի ու կեսը մեկ անգամ կաթիլային կերպով երկաթ ընդունեմ, որովհետև իմ մոտ դա միշտ ցածր է, միշտ պակասում է, դա օրգանիզմի առանձնահատկություն է, ես գիտեմ խնդիրը որտեղից է գալիս, խնդիրը ինչու՞մն է կայանում, բայց դե ներկա պահին միակ լուծումը հենց երկաթ ընդունելն է, ու ինձ մոտ արդեն մի քանի տարի է այդ խնդիրը կա, եթե հիշում եք Վիեննայում, ովքեր ինձ Վիեննայից դեռ հետևում են, հիշում են, որ ես կոճակներով էի փորձում բավարարել, բայց շատ վատացա ու այն որ մահից փրկվեցի կարելի ասել, այդ կարգի վատացա ու շատ հապություն, ուշագնացություն, շտապօգնություն, հիվանդանոց, որովհետև օրգանիզմս երկաթի կոճակները չընդունեց ու դրանից այս կողմ ես ստանում եմ կաթիլային կերպով, որն ավելի արագ է ազդում միանգամից ու անվնաս կարելի ասել, այսինքն չարյաց փոքրագույնն է, այնպես չի, որ անոթների, արյունատար անոթների համար շատ լավ է այդքան երկաթ ընդունելը միանգամից, բայց դե ուրիշ տարբերակ չկա ու հիմա այս շաբաթվա մեջ պետքա պլանավորեմ, այսինքն բժշկի խորհրդով ասեց, որ միանգամից չեմ ուզում ամբողջ չափաբաժինը միանգամից ընդունես, հենց արյունատար անոթները չվնասելու համար, դրա համար կբաժանենք 5 մասի ու ես 5 անգամով կընդունեմ երկաթը, հիմա ես այսօր պետքա գնամ դեղատնից, ռեցեպտը տվել է, դեղատնից պետքա վերցնեմ ու հետո կբերեմ իրենց մոտ, տեսնեմ չորեքշաբթի օրն է հարմար, հետո արդեն արձակուրդ հանգնելու, որտեղ չորեքշաբթի մինչև ժամը 8-ն է բաց մեր տեղային բժիշկը ու տեսնեմ ոնց եմ անում, որ գոնե շաբաթը մեկ անգամ պետքա ընդունել կամ ընդունեմ ու ես ինքս իմ վրա արդեն զգում էի, որ ունեի թուլություն, հոգնածություն, դե ցածր ճնշում միշտ ունեմ, իմ մոտ ես հիպոտոնիկ եմ ու այդ երկաթի պակաս, հեմոգլոբին գրեթե միշտ ունենում եմ, չհաշված այն բանի, որ ուտում եմ այն սննդամթերքները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ երկաթ, բայց դե պետքա կողմնակի հենց ինքը իրենով երկաթել ստանալ, պրեպարատը ստանալ։ Այդպես դե լավ, գնանք դեղատնից վերցնենք ու գնանք աշխատանքի։ Սիրելիներս, այն որ այս արդեն ասել եմ, որ իմ ամուսինը համբերություն չունի, այդ գիտեք, ու նվերները ինքը պատվիրում է ու մինչև նոր տարի արդեն նվերները անում է, հիմա եկել եմ տուն գործից ու ասում է, այս քո ամանորյա նվերն է, կարաս հենց հիմա բացես, պահես ես բացեմ։ Հեռախոս Դե ինչ Կարինե ջան, ասենք շնորհավոր։ Սիրելիներս, արդեն երկար ժամանակ է իրենս շատ հավեսով հացեր է թխում, ես էլ այսօրվա թարմ հացերն է թխելա, որ աշխատանքից գանք,
ու թարմ հացերով ընտրենք։ Ցեք իշքան սիրուն է ստացվում, վրան էլ ծովի աղա, այս անգամ մի քիչ շատ է լցրել, բայց մեկը շատ համով է։ Սիրելիներս, մեր բազմոցը վերջապես հասավ մեզ։ Բերեցինք նար, սիրուն փաթեթավորած էր, այսինքն գրպանիկների մեջ բարձրն է գրած մի կողմում, սիրուն փաթեթավորած, մյուս կողմում էլ ոտերը, որ պետք է հիմա ամրացնենք ու տեղադրենք այստեղ։ Ու վերջ։ Սենց բազմոցը տեղադրեցինք, հիմա անցնենք փաթեթի բացմանը, որը աղջիկներն արդեն բացել են ու մեջից հանել են իրենց ջինսերը, բլուզներ էին պատվիրել ու ինչը որ մերն է, թողել են մեզ։ Հիմա մի հատ բացենք միասին ու տեսնենք։ Ես արդեն նարդի երեխեքը վերցրել են իրենց պատկանող իրերը, կարծիքով, բայց դե խնդրենք, որ բերեն ցույց տան մեզ։ Ուրեմն գնացինք, ինչ ունենք այստեղ։ Այսպիսի մայկա է, այս Էլենինն է, ուրեմն Անգելինան է վերցրել իր եղածը, այս Էլենինն է, այս որակի բաները Էլենը շատ է սիրում ու շատ ունի, հենց սիրում մայկա է։ Այստեղ գուլպաներ էի պատվիրել ու ինչ լովն են, ինձ լավ տակուկ են, որոքնել է լավ ոնց որ, շատ սինթետիկ չի մեջ է, այսենց են բայկայի տեսակն է, ինձ սիրուն գույների մեջ։ Անցանք առաջ, այստեղ, այո, անկողին եմ պատվիրել, հենց այս թրենդային գույնի, այն օրվա այն կապույտից, բայց էլի սաթինա, արդեն ես պատվիրել էի այս գույնը, հետո նոր կապույտը տեսա ու մի անգամից գնեցի, սենց ինքը գլադկի, հարդ, առանց որևէ նախշերի, ծաղիկների, առանց որևէ բանի, սենց այս գույնի մեջ սիրում անկողնային պարագա, սա էլ երկրորդը, երկու հատ էի պատվիրել, այս մեկը, հա, մեկը սենց է, նայեք, նույն գույնով ուղղակի բարձի երեսը, մի կողմը բաց, մի կողմը մուկ, բայց այն մյուսինը գլադկի է ոնց որ, ինչև է, սրանք Անգելի իրերի, աչ է մի դեպը, այսօր են ինչ բանա, որովհետև շրամ մի հատ է, այստեղ է, սրանք է այստեղ, են երորդն է, բայց չգիտեմ, հլը մի հատ պետք է նայեմ, էսի ծածկոց հա ոնց որ թե էլի, մի խոսքով, երեք հատ անկողնային, մի հատ ես պասեք լավ, գլուխ հանեմ ես մեկը ինչ է, մի հատ նայեմ ես երորդը ինչ է եկել ու նորից միանամ։ Մի խոսքով գնացինք առաջ, երեք հատ է եկել, երկու հատը միանման է, մի հատը ուրիշ է, ամեն դեպքում ոչինչ, խնդիր չի, այստեղ տեսնում։ Ուրեմն այս իմ համար է, երեխեքն են պատվիրել, ուրեմն իրենք գցել էին զամբյուղի մեջ ու ասում եմ, որ ես մտածեմ Էլենի համար է, ասում եմ, բայց ինքը մեծ ես վերցնում, բան ես այդ ռազմերը քեզ շատ մեծ կլինի, ասում է բանը, հա որ ման բան, սենց ասում եմ, մի նայի որ թանկ է, ոչինչ, վերցրու, որտեվ իրենք դե թանկ են, այս տևերը, գիտեք որ թանկ են լինում, ասում է, ոչ, հա մամ, լավն է, դուրդ գալիս է, որ գույն է, էսի, ենի, ասում եմ, չէ, սևը դե ավելի լավ է, իհարկե կատնագույնը շատ սիրուն եմ, բայց դե ասում եմ ձմեռային բան է, սևը
հասկացաք արդեն այս տակ որակի, տակ այս որակի տակը որն ասա Կարինե ջան, այս մեջքով փափուկ ձմեռային Սենց համազգեստ վերև ներքև, որ ես միշտ ուզում էի, բայց այդպես չէր, որ գրին էի նայում կամ բան, ասում էի լավ, դրա ժամանակը չի հիմա, ու այդպես մնում էր, սենց կար իհարկե նախշերով, ուզորներով, բանով, իրենք հարցրեցին, ես որպես Էլենի համաստիչ չէ, այս գլատկին սիրուն է, երեխեք, սենց թևերը մի խոսքով շատ լավն է, այս պետքա հագնենք, ու հագի վրա տեսնենք, այ սենց ես համազգեստը հաջորդը ասեք մի հատ վեր կենամ մի քիչ ավելի հարմարավետ տեղավորվեմ ես ինչ ծոներ այս վակումի մեջ է արեք կլինի ես հիմա այս չբացեմ ինքը այն փափլիկ անկողնու բանա ծածկոցը ու բարձերը ուղղակի ինքը հիմա վակուում արած ու ես որ բացեմ ինքը միանգամից բացելու է ես հիմա չեմ ուզում տեղերին այս պահին գցեմ որ բացեմ նկարեմ արդեն ցույց կտամ ուզում եմ մի հատ ինչի չեմ ուզում տեղաշորը դե նոր եմ փոխել երեք եմ փոխել մեր տեղերը այսինքն այս շաբաթ կիրակի որ նորից փոխելու ժամանակն է այդ ժամանակ այն դրան կպարզաջրեմ մի հատ լևանամ դրան կքաշեմ ու այս արդեն կգցեմ այս ու այս հակումով են ուղղակի այս երևի բարձերն է երևի չհաստատ բարձերն է այս էլ ծոցկոցնով ու երեխեք ինքան ծաներ է եք ասում է որ վակում արած է ու իմ խոսքով այս անգամ այս իմ համար էր ամեն ինչը սենց անկողնային պարագաներս լավ է որ այս գույնը մի հատ էլ ալենիս կքաշեմ այն երկուսը մեզ ծածկոցը մի խոսքով ամեն ինչ իմ համար էր այստեղ նասկիներս, այս էր մենակ Էլենինս, բայց դեռ ամբողջը չի, էլի բան ունեմ պատվիրած և այս շեյնի պակետներ, այս շեյնի փաթեթներ ու ունեմ նաև Թեմուից պատվիրած մեծ փաթեթ, շատ մեծ փաթեթ այդպես սիրելիներս մի խոսքով ասենք շնորհավոր շատ ուրախ եմ, շատ գոհ եմ ամեն ինչից Սիրելիներս հաջորդ օրն աշխատանքից դուրս եմ եկել ու կանգառում Էլենիս ու Անգելիս հանդիպեցի, միասին տուն են գալի ու Անգելինան բացում է նվերս, որը այսօր ստացել եմ նախորդ շաբաթ վիրահատված մի պացիենտից, ով նաև գինեկոլոգ է, ճանաչված բժշկուհի է մեր քաղաքում, այսպեսի սիրուն շոկոլադ ու այսինչ սիրուն բացիկ իմ համար, որը ամենակարևորն է պացիենտի հետադարձ կապը, արձագանքը ամենակարևորն է մասնագետի համար։ Ու փաթեթ ենք ստացել, իմ կարծիքով այս հեռախոսիս չխոլն է, այս զույգային բան էի բերել, Kinder ծվիկ էի բերել մեր կալենդարից էլի, սիրուն փաթեթ տուրկակի մեջ, ու գիտություն ասեմ, որ ես դեռ նկարում եմ իմ հին հեռախոսով, նորի մեջ ունեմ նկարներ, բայց որ ճիշտ ասեմ, դեռ հավանում եմ, սովորեմ կամել իմ հեռախոսին։ Մատ բացենք։ Ու այսպեսի փաթեթավորում եմ։ Կապույտին է պատվիրել։ Այս իմ նույնից է, ես հիմա ունեմ մանուշակագույնը հեռախոսի ու այս էլ է մանուշակագույն, սա էլ դրա կապույտն է։ Վերջ պատրաստ է, ես ճիշտը որ ասեմ, սիրում եմ ոչ թե ապահովության համար այս չոլը,
որտեղ ես շատ ուշադիր եմ, չնայած պատահելու բանը պատահում է, բայց դե մեր բոլոր սարքավորումները ամբողջովին ապահովագրված են, տունը տանա բոլոր ապրանքները, ուղղակի այսպես շատ հարմար է, չի սահում ու հենց չսահելու համար, որովհետև գրպանից է ընկնում այս մի քանի օր ինքը առանց ոչ մի քանի օր երեկվանից առանց բանի է մոտս ու ինքը անդադ սահում է ականջին դնելուց չես կարող ուսով պահես, մի խոսքով այսպես ավելի հարմար է իմ կարծիքով։ Եկանք դեղատունից վերցրեցինք դեղերը, սիստեմայի պարագաներ ու հիմա գնում ենք սիստեմա ընդունելու։ Հասանք բժշկի մոտ։ Այս շատ լավ ստացվեց այսպես, որովհետև 5 անգամվա համար է, մի հատը որ այսօր ընդունեմ, տեսնենք որ մի ամսվա ընթացքում գոնե հասցնեմ վերջացնեմ։ Լավ, այս մի գործից պրծանք կարևոր է, որ այսօր հասցրեցի։ Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Էլի առավոտ շուտ է, պետք է գնայի ու քանի որ այսօր հագել եմ այն պատվիրած շորը, մտածեցի մի հատ ցույց տամ ձեզ, նոր գնում տպավորությունս առաջինը ասեցի բացելուց փաթեթը, հիմա ասեմ շատ փափուկ է, շատ հարմար է, չի ծակում, քոր չի գալիս, երբ որ հագնում ես, շատ նուրբ է ու տաք, հետ էլ ասեմ, հիմա հետ գնամ, տեսեք, չափը սենց ինքը սիրուն փակում է, L-ն է, իմ մոտ L չափսն է, եթե չեք ուզում այսպես լայն, կարող եք M-ը վերցնել, բայց մի բան կա, որ ինքը գործվածք է ու լվանալուց կարող է երկու տարբերակ է, կամ կարող է շատ լոճվի, իհարկե եթե սխալ լվանան, կամ էլ գործվածքը հիմնականում մտնում է, դրա համար այսպես ավելի լավ է ինձ մի քիչ թույլ լինել, որ տեղ ունենա էլի գոնե մտնելու, հետո եթե շատ էլ մտնի, տանը ունեմ տարբեր չափի աղջիկներին կտամ, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բան կլինի, իհարկե եթե ճիշտ լվանանք, տպավորություններս առայժմ լավն են ու գումարը որ տալիս ենք, արժի, տաքա, շատ հարմար է, չափնել է, ոտքերի չափնել շատ հարմար է, իսենց ինքը ձևը, մի խոսքով, գոհ եմ։ Այդպես, այսօր 5-շաբթի է, այսօր մեր նախավերջի օրն է աշխատանքային ու այսօր արդեն ասել էի, որ 5-շաբթի օրը մի հատ փոքրիկ էլի ինչ-որ տենց հավաքույթ ենք անելու, կորպորատիվի նման, բայց արդեն այնտեղ ներսում, երեկ նվեր բան ընտրեցինք բժշկի համար, այնպես է ինչ-որ հատուկ մեծ նվերներ, բաներ անցած տարի մեծ զամբյուղ էինք պատրաստել, անցած տարի շատ էինք աշխատողներով ու հին աշխատողներ էինք, այսպես կարողանում էինք հանգիստ ասել, այսքան գումարներ դնել ու մեծ զամբյուղ էինք փաթեթավորել, խմիչքով, իրենք այնպես չի, որ տարբեր է իրենց նվերների հասկացողությունը, օրինակ իրենց համար հաճելի նվեր է հուշանվերները, մոմերը, բայց այս ժամանակահատվածին սիրուն զամբյուղ, խմիչքի հետ համապատասխան բանրեղենի տախտակ կամ երշիկեղենի, մսեղենի հետ բեկոն այդպիսի տախտակ կամ շատ տարբեր չափերի իտալական կամ մակարոններ, տարբեր ձևերի փոքրիկ այսպես իր համեմունքներով կամ եթե խմիչքի հետ ուրիշ են համեղ իհարկե ոչ սովորական չիպսերի կամ բանի, բիո, ամեն ինչը բիո, դե գլխավորին եք այդպես մեծ զամբյուղ էինք պատրաստել, երևի մի 300 եվրոյի կարգի ամեն ինչը, բայց դե այս տարի այն մյուսները դե նոր են եկել, այս կողմ են կողմ ու մենակ ու հետո դե երեխեք են 20 տարեկան, 21 տարեկան, 22 շատ անելիքներ են, մտածեցինք ես ու Վանեսան ավելի լավ է, մենք մի հատ ուղակի իրեն իր սիրելի խմիչքը ու խմիչքի հետ համապատասխան իր սիրելի այդ փոքրիկ տախտակը, որ վրան ամեն ինչ կա, այդպեսի ինչ-որ բան, ամեն դեպքում մեր կլինիկայի կողքը կա մեծ այդպես տեղ հարմար, շատ լավ հարաբերությունների մեջ ենք նաև այդ տնօրենի հետ, որ մենք այնտեղ չենք լինում, մեր փաթեթները կոնկրետ գալիս է ու այնքան ապահով է, որ նույնիսկ վստահում եմ, որ
կարելի է լինզաները, որ գալիս է թանկարժեք լինզաները, տեղյակ եմ պահում, ասենք հիմա արձակուրդենք իրենք աշխատելու են մինչև 31-ը, մենք ոչ, որ բերեն իրենց տան, որտեվ հենց նոր տարուց հետո վիրահատություններ ունենք, որ չուշանա, այդքան վստահելի մարդիկ են, որ ասես կգաք, ես ձեզ լավ բան կառաջարկեմ, մի խոսքով, այդպես ինչ-որ մի փոքրիկ բան կնվիրենք բժշկին ու կնստենք, կխմենք մի փոքրիկ բաժակ պրոսեկո, զրուցենք, համել այսպես տարին կամփոփենք ու կգանք տուն, դե վաղն էլ կարճ օր 8-ից մինչև 15 ինքը պետքա շուտ դուրս գա, ինձ էլ ասել 10-ին կգնաս տուն չմնաս, այսօր ամեն ինչ պետքա վերջացնենք, որ ոչ մի գործ կարևորեք ամբողջ թղթաբանությունը, ամեն ինչը վերջացրեցինք, տարվա հաշվետվությունը վերջացրել եմ ու այս երկու օրվան ամենակ արագ պետքա վերջացնենք ու որ հանգիստ խղճով գնանք նոր տարի նշենք։ Այդպես սիրելիներս, մի խոսքով լավ մնացեք, լավ եղեք, ես հիմա վազեմ չուշանամ, նախորդ վլոգը արդեն էջում է, չնայած որ սկզբում քանի որ նոր հեռախոսով էի այսպես տեղադրել, հետո նոր հեռախոսով էի բան արել, ինքը այնպես ստացվեց, որ չգիտեմ, երևի ինչ էր պատահել, որ տեսանելիություն չունենա, վլոգը տարածվի, բայց չունենա տեսանելիություն, տեսնեն միանակ իմ շատ մոտ հետևորդները, ովքեր որ մշտական հետևորդները, ու այսպես ինքը դանդաղեց, հետո նայում եմ ինչի չկա դիտումներ, ինչի ասեմ, որ վիդեոն տեղադրում եմ սովորաբար, հետո մոռանում եմ իր մասին, մի քանի ժամ հետո նայում եմ արդեն հազարները անցած է լինում, նայում եմ մի քանի 100, այսպես հետո սխալ եմ տեղադրել, մինչև բացեցի, ամեն դեպքում չեմ ընկճվում, երեք եմ տեղադրել, այսօր դեռ քիչ է դիտումները, որովհետև հենց սկզբում եթե ակտիվություն չի լինում, հետո վիդեոն ռեյք չի ընկնում, տեսանյութը ու ակտիվություն չի լինում, բայց դե չեմ ընկճվում, այս վիդեոն էլի կտեղադրեմ մինչև կիրակի, լավ մնացեք, լավ եղեք, ես էլ վազեմ չուշանամ։ Մտախանոտ ընկերուհուս ու իրա փուճուրիկի համար էլ նվերներ գնեցի սիրուն ու իմ կոլան այս օրերիս փրկություն գնացինք։ Քաղցրավենիքներ են վերցրել մանկական, լոգանքի սիրուն մուստաներով գելա, փուճուրիկ ու Վանեսայի համար։ Սիրելիներս, մեզ մոտ արդեն օր է փոխվել, բայց իմ փաթեթը դեռ այսպես դրած է, որովհետև շատ ծանրաբեռնված զբաղված էի ու չեմ բանալ, դե պետքա լևանամ, պատրաստեմ, որ քաշեմ ու այսպես մնացել է, որ աչքից դեմը մնա, հիմա մի հատ սուրճ ենք խմում ու ամուսինս գնաց հաջորդ փաթեթը բերի, unboxing անենք։ Ահա, փաթեթս բերեց Վիտոն, մի հատ հսկա փաթեթ է, սուրճս խմեմ ու մի հատ բացենք։ Hello. Hello. Ուր ես գնում։ Ես գնում եմ մուզիկ չունեմ, որտեղ ես պետքա Այսօր զույգայի, չկան պետք է այսօր նվագ երաշտան կան դպրոցում։ Արի, այգնան իսկի, պապն բաց ես դարը։ Դժվար է քարերի վրա։ Ես էլ ես սոզանում։ Գնա։
Gut. Всё, վերջացավ համերգը։ Լավ անցավ։ Ու Զոյկան զգուշ ստեղ բաներ է։ Զոյկային ծաղիկները ինք նվիրել, ինքը իր ծաղիկները նվիրեց ուսուցչուհուն, չէ՞։ Ապրես։ Գնա։ Կոնֆետներ ստացա, դե գնա նստի։